Որն է հայրենիքի այն սահմանը, որի համար պետք է պատրաստ լինել զոհողությունների, հարցնում է Արուսակ Ջուլհակյանը։ Տիկին Ջուլհակյան, եթե ձեր հայրենիքը միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության ձեր նշած Ալմատի հռչակագրով 29800-ն է, հազարավոր տղաներ որ հայրենիքի համար են զոհվել, ում հայրենիքի համար են զոհվել, եւ եթե այսօր այդ պատասխանը հնչում է հանուն Հայաստանի Հանրապետության, ուղիղ 1 կամ 2 տարի առաջ ասում էիք, տղաները զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն Արցախի Հանրապետության։ Արցախի Հանրապետության մասը ինչու եք հանում։ 2023 թվականը հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարին էր։ Իմ ընկալմամբ 1915 թվականից հետո ամենաողբերգականը, որովհետև իրական հայրենիքը դարձրեցիք պատմական։ Իրական հայրենիքը դուք եք դարձրել պատմական։ Այն իրոք իրական էր, ես էլ անկախության սերնդի ներկայացուցիչ եմ, 91 թվականին եմ ծնվել, եթե դուք անկախության տարիներին դպրոց եք գնացել, ես անկախության ժամանակ նոր ծնվել եմ եւ իրական հայրենիք եմ տեսել, այստեղ էլ Արցախում էլ, դուք եք իրական հայրենիքը պատմական հայրենիք դարձրել։ Եվ Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանը վիրտուալ պատմական հայրենիքում չէր ծառայում, իրական հայրենիքում էր ծառայում։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ ուղղաթիռով ամեն անգամ այսպես բան չէր էլի, պատմական հայրենիքից իրական հայրենիք չէր տեղափոխվում, իրական հայրենիքից իրական հայրենիք էր գնում։ Հերիք է սա մանիպուլացնեք։ Եվ առհասարակ, եթե ես ուզենայի դիսկուրս ծավալել իրական հայրենիքի եւ հոգեվոր հայրենիքի միջև, նշտեկ կկարդայի, Չարենց կկարդայի, չէի՞ կա ձեզ հետ նստի այս բանավեճը անել։ Որտեվ սա ձեզ համար ընդհանրապես վահան է, քողարկելու ձեր բոլոր սխալները, մեղքերը, որ բերել ես ողբերգության։ Դուք խնդիր չունեք այդ դիսկուրսը տանելու, որովհետև այսպես գաղափարական ռահվիրաններ եք, մեսիաներ եք, խնդիր ունեք կոծկելու ձեր սխալները։